Կենդանակերպի այս 3 նշանները լավ կարմայի համար պարգևներ կստանան 2025 թվականի մարտին։ 2025 թվականի մարտին տիեզերքը մեծ հաշվապահի նման կլուծի բոլոր հաշիվները եւ կենդանակերպի մի քանի նշաններ կկարողանան ստանալ իրենց լավ կարմայի արժանի պտուղները։ Այս ամիսը կբերի հզոր աստղագիտական իրադարձություններ։ Պատկերացրեք, որ տիեզերքը աշխատավարձ է տալիս ձեր անցյալի ջանքերի համար։ Հիմնական մոլորակները փոխում են դիրքերը։ Յուպիտերը, մեծ բարերարը, շարունակում է իր ճանապարհը կայուն ցուլով, իսկ Սատուրնը, որը հաճախ կոչվում է կարմայի մոլորակ, զգալի անցում է կատարում մարտի 29-ին, թողնելով ջրհոս եւ մտնելով ձկներ։ Ավելացնենք սրան 2 խավարում եւ մի քանի հետադիմություն, դուք կստանաք կատարյալ բանաձև ճակատագրի կողմից անցյալի բարի գործերը հատուցելու համար։ Ըստ աստղաբանների, մարտին 3 նշանի հատկապես բարենպաստ հնարավորություններ են սպասվում։ Մինչ ոմանք տիեզերական փորձությունների կենթարկվեն, այս հաջողակները կհայտնվեն առաջընթացների, նվերների եւ իրենց նախկին ջանքերի համար արժանի պարգևների ալիքի գագաթին։ Այսպիսով, ովքեր են այս ամսվա ամենասիրվածները աստղերի կողմից եւ ինչու։ Եկեք պարզենք, թե ինչ է բերելու 2025 թվականի աստղագիտական մարտը եւ որ 3 նշաններին հասանելի կլինի կարմայական դրամարկղը։ Տիեզերական փոփոխությունները կարգավորվում է Յուպիտերի կողմից։ Հաջողության եւ աճի մոլորակը Յուպիտերը ամբողջ մարտ ամսվա ընթացքում կգտնվի ցուլում, բերելով բարեկեցություն եւ նոր հնարավորություններ։ Նա հավանություն է տալիս նրանց, ովքեր քրտնաջան աշխատել են, դռներ բացելով ֆինանսական եւ կարիերայի աճի համար։ Ընդհանրապես Յուպիտերը հիմա նման է բարի հեքիաթային պապիկի, հատկապես առատաձեռն երկրային ու ջրային նշանների նկատմամբ։ Սատուրնը փոխում է նշանը, ամենամեծ նորությունն է։ Սատուրնը փոխում է նշանը մարտի 29-ին։ Այս մոլորակը կոչվում է խիստ ուսուցիչ, որը պարգևատրում է աշխատասիրության համար եւ ամենայն խստությամբ հարցականի տակ է դնում ծուլությունը։ Եվ ամեն անգամ, երբ Սատուրնը տեղափոխվում է նոր բնակավայր, կյանքը վերածվում է կարմայական կարևոր ուղղության։ Մինչև մարտի վերջ նա ջրհոսում է, իսկ հիմա տեղափոխվում է ձկներ։ Ոմանց համար սա սխալների համար վճարելու ժամանակն է, իսկ ոմանց համար արժանի դիվիդենդներ ստանալու հնարավորություն։ Խավարումներ, որոնք շրջում են իրականությունը։ Ամսվա կեսին կույսում տեղի կունենա լուսնի ամբողջական խավարում, իսկ մարտի 29-ին Խոյում արևի խավարում։ Խավարումները նման են տիեզերական կատալիզատորների, որոնք կարող են կտրուկ արագացնել ճակատագրական իրադարձությունների ընթացքը։ Կույսի մեջ լուսնի խավարումը ակտիվացնում է կույս-ձկների առանցքը, իր վրա կատարվող բոլոր մանրակրկիտ աշխատանքները եւ մանրակրկիտ պլանավորումները սկսում են արդյունք տալ։ Արեգակի խավարումը Խոյում ավարտվում է Խոյ-Կշեռք գրեթե երկամյա ցիկլը, խիզախներին հնարավորություն տալով սկսել նորը, իսկ մյուսներին ավարտելու եւ թողնելու այն, ինչը հնացել է։ Հետադարձներ, վերադարձ եւ պարգևատրում։ Բացի այդ, 2 անձնական մոլորակները հետընթաց են շարժվում։ Վեներան մարտից ապրիլի 12-ը, Մերկուրիի մարտի 15-ից ապրիլի 7-ը հետադիմությունը հաճախ հետ է բերում անավարտ հարցերը, հին նախագծերը, շփումները, գաղափարները։ Մարտը ժամանակն է կամ ավարտելու կամ վերանայելու այն ամենն, ինչ անհասկանալի պոչ է թողնում։ Ապրիլի սկզբին 2 մոլորակները նորից ուղիղ կգնան եւ նրանք, ում հաջողվում է ժամանակին կազմակերպել իրենց գործերը, հզոր մղում կզգան։ Եթե երկար ժամանակ էիք սպասում ինչ-որ հարցերի լուծմանը, վճարման ուշացմանը կամ հին ռեզյումեի պատասխանին, ապա այս ամիսը կարող է երկար սպասված բեկում լինել։ Այս աստղագիտական ֆոնով կարման իսկապես առաջին պլան է մղվում։ Ոչ բոլոր նշանները նույն կերպ կզգան նոր էներգիաները, բայց 3-ի մոտ ամեն ինչ հատկապես լավ կստացվի։ Տեսնենք, թե կոնկրետ ով եւ ինչ մոլորակային ասպեկտներ են խոստանում հատուկ նվերներ։ Ցուլ, կարմայական վերադարձ բարգավաճման եւ սիրո մեջ, ճշմարտություն փնտրող, եթե ինչ-որ մեկը հաճելի բոնուս է ստանում տիեզերքից 2025 թվականի մարտին, ապա դա ցուլն է։ Ամեն ինչ բառացիորեն դասավորված է ըստ ձեր օգտին, եւ հենց հիմա դուք կարող եք տեսնել այն պտուղները, որոնք համառորեն եւ համբերատար մշակել եք։ Յուպիտերը ամբողջ տարին եղել է ձեր նշանում, իսկ մարտն այս շրջանի գագաթնակետն է։ Յուպիտերն ընդլայնում է այն ամենը, ինչին դիպչում է, այնպես որ մտածեք, թե ինչի վրա եք վերջերս աշխատել՝ կարիերա, անձնական նախագծեր, ինքնակատարելագործում։ Հիմա գալիս է բերքահավաքի ժամանակը։ Յուպիտերը հաճախ հաջողակ հնարավորություններ է բացում բառացիորեն կամ ֆինանսական հաջողության, կամ գայթակղիչ աշխատանքների առաջարկի կամ ճանապարհորդելու հնարավորության տեսքով։ Աստղաբանները նշում են, որ մարտը ցուլին կարող է հաջողություն բերել ֆինանսների եւ կարիերայի ոլորտում։
Մի վախեցեք, հիմա մի քայլ առաջ անել։ Յուպիտերը ձեր թիկունքն ունի, հատկապես եթե նախապատրաստությունն ու քրտնաջան աշխատանքն արդեն իսկ ներդրված է։ Սատուրնը պարգևատրում է ձեր հաստատակամությունը։ Մեկ այլ հաճելի մրցանակ է Սատուրնի անցումը։ Մինչև մարտի վերջն է ուշադիր հետևում է, թե ինչպես եք աշխատում ձեր կարիերայի ոլորտում, իսկ արդեն մարտի 29-ին նա կտեղափոխվի եկամուտների և վաստակի ճանաչման հետ կապված ոլորտ։ Այսինքն եկել է ժամանակը, որ ցուլը քաղի իր անվերջանալի աշխատանքի պտուղները։ Կարող է տեղի ունենալ երկար սպասված առաջխաղացում, աշխատավարձի բարձրացում կամ կարիերայի այլ տպավորիչ առաջընթաց։ Սատուրնը նաև ցույց է տալիս, որ ընկերները, գործընկերները և ձեր սոցիալական կապերն այժմ կարող են ձեզ շոշափելի աջակցություն ցուցաբերել։ Ամեն ինչ արդար է, դուք այդքան ջանք եք ներդրել, իսկ շրջապատողները չեն ցանկանում պարտքի տակ մնալ։ Ճակատագրական սեր և ստեղծագործություն։ Մարտի ընթացքում լիալուսինը կլուսավորի ձեր ուրախության գոտին, սիրո, ստեղծագործության, հոբբիների մասին է խոսքը։ Հնարավոր են կարևոր փոփոխություններ, ռոմանտիկ հարաբերությունների կամ հոգու համար նախատեսված նախագծերի վրա մեծ ջանքեր գործադրելուց հետո արդյունքի կհասնեք։ Եթե փնտրում եք, մի զարմացեք, եթե գարնանային զեփյուռը ձեզ բերի մի մարդ, ով կարծես հարազատ հոգի լինի, բայց մարտի 29-ին Խոյում արևի խավարումը դիպչում է ձեր գծապատկերի ավելի մեկուսացված հատվածներին, ավարտման տունը և անցյալը, ակնարկելով, որ ժամանակն է ազատվել հին վրդովմունքներից կամ վախերից։ Սա նույնպես կարմայական ազատագրման մի ձև է։ Անցյալից հեռացնելով ծանրությունը, դուք ապագան լցնում եք թեթևությամբ։ Խեցգետին, քրտնաջան աշխատանքը արդյունք է տալիս, բախտը կրկին ձեզ հետ է։ Ճամփորդ, պատրաստվիր մեջքից ուրախ թփթփացնելուն։ 2025 թվականի մարտին տիեզերքն ուզում է ասել. դու հիանալի արեցիր ամեն ինչ և կպարգևատրի քեզ քո բոլոր ջանքերի, հաստատակամության և հնարավոր անքուն գիշերների համար, որոնք նվիրել ես քո նպատակներին հասնելու համար։ Շրջադարձ Սատուրնից։ Ամենակարևոր իրադարձությունը Սատուրնի անցումն է մարտի 29-ին։ Նա հեռանում է այն տարածքից, որտեղ դուք պայքարել եք ֆինանսների և ռեսուրսների կայունության համար և մտնում է ձեր բախտի 9-րդ տուն։ Խեցգետնի համար դա նման է ես վերջապես երկրորդ քամին եմ ստանում խոսքին։ Ձեր բոլոր դասերը կապված կարգապահության և ռեսուրսները կարգավորելու ունակության հետ այժմ շոշափելի արդյունքներ կբերեն։ Սատուրնը կարծես ասում է. դուք երկար ժամանակ լուրջ աշխատանք եք կատարում ինքներդ ձեզ վրա և ես պատրաստ եմ ձեզ պարգևատրել։ Սա նշանակում է, որ այնտեղ, որտեղ ձեր բախտը պակասել է, լինի դա աշխատանք, ուսում, ճամփորդություն, հայտնվում է կանաչ գոտում, բայց այս ամենը ձեր անցյալի ջանքերի արդյունքն է, այլ ոչ թե դժբախտ պատահար։ Յուպիտերը բացում է դռները։ Մինչ Սատուրնը հուսալի հիմք է ստեղծում, Յուպիտերը նման է ձեր դաշնակցին, որը կանգնած է ինչ-որ տեղ կուլիսներում և օգնում է իրականացնել ձեր ծրագրերը։ Այժմ նա շարժվում է ցուլով, ներառյալ ձեր բարեկամության և կոլեկտիվ նախագծերի հատվածը։ Եթե դուք աջակցություն եք ցուցաբերել ընկերներին կամ աշխատել եք թիմում, մարտին խեցգետինները կարող են ստանալ օգնության հակադարձ ալիք։ Ձկներ, տիեզերական նորացում և պարգև հոգևոր աշխատանքի համար։ Գեղեցիկ հոգի, եթե ձեր նշանը ձկներ են, ապա զգացեք երկար սպասված թարմությունն ու թեթևությունը, որը գալիս է 2025 թվականի մարտին։ Կարծես երկար ժամանակ լողում ես թանձր ջրերի միջով և այժմ հայտնվում ես պարզ առվակի մեջ, որտեղ հոգևորն ու նյութականն անսպասելիորեն ներդաշնակորեն զուգակցված են։ Դե ինչ սիրելիներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։